Անսամբլը հիմնադրվել է 1938 թվականին, մեկ տարի առաջ Թաթուլ Ալթունյանը հիմնադրել է նաև մեր Հայաստանի ազգային երգչախումբը Կապելլան, որից հետո ոնց որ մեկ տարի հետո նաև հիմնադրել է մեր անսամբլը եւ արդեն հիմնովին այստեղ է իր գործունեությունը ծավալը։ Միջայլոց ես գիտեմ, որ ամենաշատ հյուրախաղերը այդ տարիներին են տեղի ունեցել։ Ես հիշում եմ Ժիրայր Թաթուլիչը պատմում էր, որ արդեն կոլեկտիվի անդամները երանի էին տալի, որ տուն գային, որովհետեւ գնացքների մեջից չեն իջնում։ Իրանից հետո եղել է Էդգար Հովհաննիսյանը, Խաչատուր Ավետիսյանը, եղել է Էմմա Ծատուրյանը, մի խոսքով չմոռանանք, որ Թաթուլ Ալթունյանի երկու որդիները տարբեր ժամանակահատվածներում եղել են գեղարվեստական ղեկավարներ։ Երբ ընդունվեցի անսամբլ, ընդունվել եմ Ժիրայր Ալթունյանի ղեկավարության օրոք, հնարավորություն եմ ունեցել եւ իր հետ աշխատելու եւ նաեւ պատմություններ լսելու Թաթուլ Ալթունյանից, մնացած մյուս ղեկավարներից, որոնք որ եղել են պատմության մեջ եւ շատ հետաքրքիր աշխատանքային ուրեմն process էր գնում, ոնց որ նորի եւ հնի, որտեղ երկար պատմություն ունի անսամբլը 87 տարի։ Ես արդեն 28 տարի ինչ կոլեկտիվում եմ, 400 ենք, էլի երկուսս մեծ սերունդի ներկայացիչ, երկուսը փոքր սերունդի, ընդհանուր կոլեկտիվը շատ ջերմ կոլեկտիվ է, մթնոլորտը շատ լավն է, կարծես ընտանիք լինի։ Այստեղ օրվա մեծ մասը այստեղ ենք անցկացնում, մի ընտանիք ենք։ Ու նույնն էլ ինչ որ մեզ ոնց ընդունել են կոլեկտիվ, երիտասարդ սերունդին մի ուրիշ ավելի լավ ենք վերաբերվում։ Ինձ համար ճիշտ ասած մեծ պատասխանատվություն էր եւ պատիվ էր նման անսամբլում աշխատելը, քանի որ ինձանից առաջ աշխատել են շատ մեծ վարպետներ, անձինս աշխարհահռչակ է մեր վարպետ Ջիվան Գասպարյան, Ռոբեն Հարությունյան, որը այդ ընթացքում մենք միասին ակին ժամանակ աշխատեցինք, ու բազմաթիվ այլ հանվանի դուդուկահարներ, ովքեր որ աշխատել են եւ դա ինձ մեծ պարտավորեցնող հանգամանք եղավ, որպեսզի ես սիրելով ավելի պատասխանատու մուտք գործեի եւ աշխատեի անսամբլում որպես դուդուկահար։ Աշխատանքային process-ը 3 մասի է բաժանված՝ պարային ցեղ, երգչախումբ, նվագախումբ, նվագախումբն ու երգչախումբը ավելի հաճախակի ենք միասին փորձերը անում, միասին է, բայց երբ որ բեմ ենք դուրս գալիս, դառնում ենք մեկ մարմին, մեկ կոլեկտիվ։ Աշխատանքային process-ն է առանձին, բայց համերգից առաջ անպայման մենք երկար փորձեր ենք կատարում միասին, այդ անսամբլ հասկացողությունը պիտի միաձուլվի իրար, պիտի ստացվի, բոլորս մեկ մարդու նման պետք է զգանք։
ընդհանուր գերքացանքը շատ մեծ է, բայց մեր համերգային ստեղծագործությունները լինում են մոտավորապես 22 պարից կազմված։ Առհասարակ կարող է 100-ն էլ անցնել, 200-ն էլ անցնել, բայց ժամանակ առ ժամանակ այսպես թարմացնում ենք, խորքից ինչ-որ մի բան վերցնում ենք, թարմացնում ենք։ Հիմնական մասը ալթունյանական գանձարանից էր, կոմպոզիտորական գործեր են, Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները, նոր հեղինակների գործեր են, նոր գործիքավորումներ, կարծես ամեն տարի մի նոր երանգ։ Մեկը մյուսի ձեռագիրը տարբեր է։ Խաչատուր Ավետիսյանը ուրիշ է, նրա գործիքավորումները փայլուն են, լիրիկային, մեղեդային գիծը շատ գեղեցիկ է եւ պարերն են շատ գեղեցիկ։ Չես կարող համեմատել մեկը մյուսին, բայց ամեն մեկը յուրովի է եւ նոր շունչ է հաղորդում։ Անսամբլն է, որ ունի երաժշտախումբ, ունի երգչախումբ եւ պարողներ։ Այս երեքի սինթեզը ոչ մի այլ անսամբլ չունի։ Եվ այս սինթեզով կարողանում ես ուրեմն հայկական ստեղծագործությունները, գոհարները ներկայացնել լիովին էլ ավելի լիարժեքորեն պատշաճ ձևով, հնարավորությունները ավելի սենց մեծ են։ Տարբերվել է բոլոր պետությունների անսամբլներից իր հնչողությամբ, իր պրոֆեսիոնալիզմով, իր որակով, նաև Հայաստանում, մեր երկրում ինքը մայր կոլեկտիվ է համարվում։ Ոսկեդարը իմ համար կոնկրետ Ժիրար Արթունյանի ղեկավարած տարիներն են, իր հոր ավանդությունները պահելով, նա փորձում էր այդ նույնը պահպանել, շատ զգուշորեն էր մի փոքր մի բան ավելացնում, փորձում էր չխախտել այն ինչ որ կար, եւ միշտ ասում էր ինձանից հետո չգիտեմ, պահանջում էր Սարերի Հովինը մեր կարծես խորհրդանիշը լինի մեր անսամբլի շատ պիանո պետք է լինի հնչողությունը միշտ ասում էր ինձանից հետո գուցե ֆորտե նվագեք բայց ասում եմ իրենից հետո անգամ մենք աշխատում ենք եթե անգամ ուզում են մի նյուանս փոխեն բոլորս կարծես սրտի ցավով ասում ենք բայց այստեղ պիանո էր այսպես ենք նվագել այսպես ենք արել եւ փորձում ենք այդպես պահել հինը
ամեն օր շաբաթ 5 օրը մենք այսպես 11-ից 1 աշխատում ենք, երգչախումբը լինում է նաև առանձին փորձեր, առանձին երգչախումբ, մյուս օրը հաջորդ օրը առանձին նվագախումբ, մի օր էլ ընդհանուր։ Աշխատանքային process-ը շատ հետաքրքիր է իհարկե, բայց եթե այսպես վերցնենք, որ բոլորին շատ ավելի ուրախացնում է այդ process-ը, դա համերգային շրջագայություններն են, որովհետև եւ ճանապարհի այդ ուրախ զվարթ ասել խոսելով գնալը եւ լավ տրամադրությամբ համերգ տալը մեզ միշտ տոնուս է տալիս էլի այդ համերգային շրջագայությունը, երբ որ մի տարի է լինում, որ տարվա սկզբից իմանում ենք համերգային շրջագայություն չկա, մի տեսակ այսպես այն անհավես վիճակ է ստեղծվում, բայց իհարկե աշխատանքային process-ն էլ է հետաքրքիր, միշտ է հետաքրքիր կոնկրետ ինձ համար։ Ժամանակին պահպանել են այս մեր ունեցած մշակույթը եւ մինչեւ այսօր էլ մենք փորձում ենք դա պահպանել։ Արվում են նոր բաներ, բայց արվում են ուրեմն հին ունեցած ավանդույթների հիման վրա։ Այսինքն նենց չի որ սա թողեցինք մի կողմ, անում ենք լրիվ նոր հեծանիվ։ Չէ, այդ կունենանք ինչ որ մի վիճակ, որը որ կհեռանանք նրանից մի խոսքով, էլի։ Չենք դնում եւ մկրատով կտրում։ Կուզեի, ինչպես միշտ համարվել է մայր կոլեկտիվ, մեր հանրապետության համար լինի մայր կոլեկտիվ, ինչպես բոլոր բեմերում հնչել են մեր ազգային ժողովրդական երաժշտությունը, նույն ձևով պահպանվի, հնչի էլ ավելի։ Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չշեղվենք այն ուղուց, ինչ որ ի սկզբանե դրված է եղել, ինչ որ նպատակն է եղել։ Այդ նպատակը համարում ենք ազգայինի ավանդույթների պահպանումը։ Եվ այդ նպատակը մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդները դրանով դաստիարակվեն, դրանով շնչեն։